Գարի կիսի, ձեր ֆինանսական հեղափոխությունը, համաձայնության զորությունը, գլուխ 8. Համաձայնության զորությունը։ Այն ինչի մասին դուք լսելու եք, թագավորության զորավոր սկզբունքներից մեկն է, այնքան զորավոր, որ ես համարեցի, որ այն արժե դարձնել այս գրքի ենթավերնագիրը։ Մենք գտնում ենք այս սկզբունքն Աբրահամի ծոռ Հովսեփի կյանքի պատմության մեջ։ Որպես կարճ նախապատմություն, Հովսեփի եղբայրներն ատում էին նրան և ցանկանում ազատվել նրանից։ Իրականում նրանք ուզում էին սպանել Հովսեփին, բայց եղբայրներից մեկը չուզեց այդքան հեռու գնալ, այնպես որ փոխարենը նրանք վաճառեցին Հովսեփին ճանապարհորդող առևտրականների։ Այդ մարդիկ տարան նրան Եգիպտոս, որտեղ նա վաճառվեց փարավոնի թիկնազորի հրամանատար Պետափրեսին, և Հովսեփին իջեցրին Եգիպտոս, և փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրես դահճապետը ծախու առավ նրան իսմայելցիների ձեռքից, որ նրան այնտեղ էին իջեցրել։ Եվ Տերը Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ էր և իր եգիպտացի տիրոջ տանն էր։ Եվ նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և թե ինչ որ անում էր, Տերը հաջողում էր նրա ձեռքով։ Եվ Հովսեփը շնորհք գտավ նրա առջև և ծառայում էր նրան, և նա իր տան վրա վերակացու արեց նրան, և իր ամբողջ ունեցածը նրա ձեռքը հանձնեց։ Եվ եղավ, որ նրան իր տան և իր ամբողջ ունեցածի վրա վերակացու արած ժամանակից հետո Տերը Եգիպտացու տունը օրհնեց Հովսեփի պատճառով։ Եվ Տիրոջ օրհնությունը լինում էր թե տանը և թե դաշտում նրա ամբողջ ունեցածի վրա։ Եվ նա իր ամբողջ ունեցածը Հովսեփի ձեռքին թողեց, և նրա մոտ եղած մեկ բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Ծննդոց 39-րդ գլուխ 1-6 խոսքեր։ Ուշադրություն դարձրեք երկրորդ խոսքի առաջին մասին։ Եվ Տերը Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ էր, կամ և նա բարգավաճում էր։ Ինչ է սա նշանակում։ Միթե Աստված յուրաքանչյուրի հետ չէ։ Այն ամենի համատեքստում, ինչ քննարկեցինք նախորդ գլուխներում տոհմաբանության վերաբերյալ, պատասխանն է ոչ։ Հիշեք, Աբրահամի հավատքը և դրան հաջորդող ուխտը թույլ տվեցին Աստծուն օրինավոր կերպով գործել Աբրահամի և նրա ժառանգների կյանքում, միայն նրանց կյանքում։ Այնպես որ փաստն այն մասին, որ Աստված բոլորի հետ չէ, չպետք է շփոթել այն բանի հետ, որ Աստված չի սիրում բոլորին։ Նա սիրում է բոլորին, բայց նրա ձեռքերը կապված են այն մարդկանց կյանքերում, որոնք չունեն իրավաբանական դիրք իր առջև։ Հիշեք, որ այն ժամանակ դուք առանձնացված էիք Քրիստոսից, արգելված էիք քաղաքացիությունից Իսրայելում և օտարականներ էիք խոստման ուխտերին առանց հույսի և առանց Աստծո այս աշխարհում։ Բայց այժմ Քրիստոս Հիսուսում դուք, որ մի ժամանակ հեռու էիք, մոտեցվել եք Քրիստոսի արյամբ։ Եփեսացիների 2 գլուխ 12-13 խոսքեր։ Ուշադրություն դարձրեք, որ Աստվածաշունչը խոսում է առանց ուխտի լինելու մասին, ինչը նշանակում է, որ Աստված և նրա զորությունն իրավաբանորեն կտրված են այդ մարդուց։ Ինչու՞։ Քանի որ Աստված չունի օրինական իշխանություն կամ իրավասություն երկրային տիրույթում, եթե չկա օրինական պայմանագիր հաստատված ուխտ այս երկրի վրա գտնվող որևէ տղամարդու կամ կնոջ հետ։ Այս հատվածը պարզորեն ցույց է տալիս այս ճշմարտությունը։ Գրված է, որ առանց ուխտի մարդիկ առանց հույսի և առանց Աստծո են այս աշխարհում։ Հիշեք, քանի որ Հիսուսը հաստատեց նոր ուխտ մեզ համար, այժմ մենք Աստծո ընտանիքի անդամներ և նրա հրաշալի թագավորության քաղաքացիներ ենք։ Տես Եփեսացիների 2:19-ում։ Այնպես որ ետ նայելով Ծննդոց 39-րդ գլխում գտնվող մեր խոսքին, հասկանում ենք, որ Տերը Հովսեփի հետ էր արտահայտությունը նշանակում է, որ Աստված օրինական ազդեցություն ուներ Հովսեփի կյանքում այն ուխտի պատճառով, որը կնքել էր նրա պապ Աբրահամը։ Այս օրինական ուխտը, որի շնորհիվ Աստծո օրհնությունը և ազդեցությունը դրսևորվում էին, չեղարկեց այս երկրային տիրույթի տանջալի աշխատանքի և քրտինքի համակարգը։ Աստված կարող էր օրինավոր կերպով օրհնել Հովսեփին։ Հիշեք, թե ինչ Աստված ասաց Աբրահամին. «Ես կդարձնեմ քեզ»։ Քանի որ Աստված Հովսեփի հետ էր և օգնում էր նրան, նա հաջողվում էր իր բոլոր գործերում, այն աստիճան, որ նույնիսկ նրա հեթանոս տեր Պետափրեսը տեսավ մեծ տարբերություն Հովսեփի կարողության մեջ շատ այլ մարդկանց համեմատ, որոնց նա տեսել էր։ Այստեղ ես պետք է նշեմ, որ երբ մենք բարգավաճում ենք Աստծո օգնությամբ, այն մարդիկ, որոնք գոյատևում են այս երկրի անեծքի համակարգում,
նկատում են տարբերությունը։ Պետափրեսն այնքան տպավորված էր, որ դրեց Հովսեփին իր ամբողջ ունեցվածքի վրա։ Գոյություն ունեն թագավորության բազմաթիվ սկզբունքներ, որոնք հայտնվում են այս սուրբ գրային հատվածում, սակայն բանալիների բանալին հայտնված է այստեղ։ Ես անվանում եմ այն համաձայնության զորությունը։ Այն կարելի է անվանել նաև պետափրեսի սկզբունքը։ Այս մասին գրված է Ծննդոց 39-րդ գլխի 5-րդ խոսքում։ Եվ եղավ, որ նրան իր տան և իր ամբողջ ունեցածի վրա վերակացու առաջ ժամանակից հետո Տերը Եգիպտացու տունը օրհնեց Հովսեփի պատճառով, և Տիրոջ օրհնությունը լինում էր թե տանը և թե դաշտում նրա ամբողջ ունեցածի վրա։ Ուզում եմ, որ հստակ պատկերացնեք, թե ինչ էր տեղի ունենում։ Մի ժամանակ Հովսեփը չէր ղեկավարում ամեն ինչ, բայց եկավ պահը, երբ նա սկսեց ղեկավարել։ Աստվածաշունչը պարզորեն նշում է այն պահը, երբ տեղի ունեցավ այդ փոփոխությունը։ Տիրոջ օրհնությունը եկավ պետափրեսի ամբողջ ունեցվածքի, նրա ամբողջ սեփականության վրա, բայց նա չէր ճանաչում Հովսեփի Աստծուն և Իսրայելի ժողովրդի մասը չէր։ Ուրեմն ինչպես սա կարող էր տեղի ունենալ, և ինչ է սա նշանակում։ Ահա պատասխանը։ Երբ պետափրեսը հանձնեց իր ամբողջ ունեցվածքը Հովսեփի իշխանությանը, առանց հասկանալու նրա ունեցվածքը հայտնվեց այն ուխտի ներքո, որը Հովսեփն ուներ Աստծո հետ։ Պետափրեսի ունեցվածքը, սեփականությունը և գույքը հայտնվեցին այլ թագավորության ներքո։ Իրավաբանորեն պետափրեսի ունեցվածքը ենթակա էր այս երկրի անեծքի համակարգին, մինչև որ այն հայտնվեց Հովսեփի խնամքի ներքո։ Երբ պետափրեսը հանձնեց իր ունեցվածքը Հովսեփի իշխանության իրավասությանը, նա չհասկացավ, որ նույնպես հանձնում էր այն Աստծո օրհնության ազդեցությանը։ Աստվածաշունչը շարունակում է ասելով, որ երբ Հովսեփն էր ղեկավարում ամեն ինչ, պետափրեսը ոչնչից տեղյակ չէր, այսինքն ստիպված չէր մտահոգվել կամ անհանգստանալ ոչնչի մասին, բացի այն հացից, որն ուտում էր։ Նա չուներ ոչ մի հոգս։ Չունենալով հոգսեր, պետափրեսը միայն կենտրոնացած էր իր առաջադրանքի և նպատակի վրա, որպես եգիպտական թիկնազորի հրամանատար։ Այստեղ կա շատ բան, ինչի մասին կարելի է խոսել, բայց այն, ինչ վերապրեց պետափրեսը, առանց գիտակցելու, Եբրայեցիների 4-րդ գլխում կոչվում է շաբաթվա հանգիստ, և այո, այն հասանելի է Նոր Կտակարանի հավատացյալներին։ Եթե ուսումնասիրեք շաբաթը, կտեսնեք, որ Աստված թույլ չէր տալիս իսրայելցիներին որևէ գործ անել այդ օրը, և այդ օրը չկար քրտինք և տանջալի աշխատանք։ Շաբաթը, իհարկե, շաբաթվա 7-րդ օրն էր, և այն համապատասխանում էր արարչագործության 7-րդ օրվան։ Միգուցե հիշեք, որ արարչագործության 7-րդ օրն այն օրն էր, որ Աստված հանգստի օր հռչակեց, և պատճառն այն չէր, որ Աստված հոգնել էր, այլ որ նա ավարտել էր իր գործը և ամեն ինչ լիարժեք էր։ Ըստ սկզբնական ծրագրի 7-րդ օրն այն օրն էր, որում մարդը պետք է ապրեր առանց հոգսերի, որում արդեն իսկ կար այն ամենը, ինչը անհրաժեշտ էր նրան, մինչև որ դա պետք կգար նրան։ Բայց իհարկե մենք գիտենք, որ Ադամը կորցրեց այդ հանգիստը, երբ ապստամբեց Աստծո դեմ։ Ապստամբելով Աստծո դեմ, Ադամը կտրվեց իր համար մատակարարելու Աստծո կարողությունից։ Նա կորցրեց այն մատակարարման վայրը, որն Աստված նախապես պատրաստել էր։ Այժմ Ադամը հարկադրված էր անձամբ մատակարարել իր համար, տրամադրելով իր ամբողջ ժամանակը տանջալի աշխատանքով և քրտինքով գործելուն, պարզապես գոյատևելու համար։ Բայց Աստված չէր ուզում թողնել մարդուն անհույս վիճակում։ Նա տվեց նրան այդ հանգստի օրինակը, որը մեկ օր վերականգնելու էր։ Այն կոչվում էր շաբաթ, այն օրվա օրինակը, որում մարդը կարիք չէր ունենա ջանք թափել իր տանջալի աշխատանքով և քրտինքով պարզապես գոյատևելու համար։ Երբ պետափրեսը ճաշակեց Աստծո օրհնությունը, որը Հովսեփի վրա էր այդ ուխտի շնորհիվ, նա վերապրեց Աստծո մատակարարման կարողությունը Հովսեփի միջոցով և հանգիստ գտավ։ Բոլոր խնդիրները լուծված էին, նա չուներ ոչ մի հոգս։ Եվ նա իր ամբողջ ունեցածը Հովսեփի ձեռքին թողեց, և նրա մոտ եղած մեկ բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Ծննդոց 39:6։ Հասկանալու համար, թե որքան կարևոր է շաբաթը և թե ինչ էր Աստված ցույց տալիս մարդուն, դուք պետք է մի պարզ հարց տաք. ինչպե՞ս էր շաբաթ օրը հնարավոր։ Չէ՞ որ այս երկրի անեծքի համակարգի ներքո մարդը վազքի մեջ էր ամեն օր, պարզապես գոյատևելու համար։ Եթե դա ճիշտ է, ինչպե՞ս է, որ մարդը կարող էր դադարեցնել իր վազքը շաբաթ օրը։
Ինչպես էր նա հոգալու իր շաբաթ օրվա կարիքները, եթե նա չէր կարող աշխատել այդ օրը։ Սա լավ հարց է, որը պետք է պատասխանվի, եւ այս պատասխանի մեջ մենք գտնում ենք Տիրոջ օրհնության մասին հայտնությունն ամբողջությամբ, որում վարվում էր Հովսեփը։ Կարծում եմ այս սկզբունքի հրաշալի օրինակներից մեկը Ղևտացիների 25-րդ գլխում է, որում Աստված բացատրում էր հոբելյանական տարին Իսրայելի ժողովրդին։ Որպես տեղեկություն, հոբելյանական տարին լինում էր 50 տարին մեկ։ Այդ տարին նշանակալի էր բազմաթիվ առումներով, որոնք ես չեմ մանրամասնելու այստեղ։ Այնուամենայնիվ ուզում եմ, որ հասկանաք հետևյալը. նրանց արգելված էր ցանել այդ տարում, եւ նրանց նույնպես արգելված էր ցանել 49-րդ տարում, քանի որ այն 7-րդ կամ շաբաթական տարի էր։ Ուզում եմ, որ պարզ հասկանաք, թե ինչ էր տեղի ունենում։ Իսրայելին պատվիրված էր ոչինչ չցանել 49-րդ եւ 50-րդ տարիներին։ Դրանից հետո նրանք պետք է սպասեին մինչև 51-րդ տարվա ավարտը, մինչև իրենց նոր ցանած սերմերի հունձքը։ Այնպես որ ըստ էության Աստված ասում էր նրանց, որ պետք է ապրեին 3 տարի առանց հունձքի։ Եթե ես ասեի ձեզ, որ դուք 3 տարի աշխատավարձ չեք ստանալու, դուք մի փոքր կմտահոգվեիք։ Իսրայելը մտահոգված էր։ Բնականորեն դա անհնար էր, բայց Աստված ինչ-որ բան էր ցույց տալիս նրանց։ Եվ եթե ասեք, թե 7-րդ տարին ինչ կուտենք, ահա չպիտի վարենք եւ մեր արդյունքները չպիտի ժողովենք։ Սակայն ես կհրամայեմ իմ օրհնությանը ձեզ համար 6-րդ տարին եւ 3 տարվա արդյունք կտա, եւ 8-րդ տարին վար կանեք եւ հին արդյունքից կուտեք մինչեւ 9-րդ տարին, մինչեւ նրա արդյունքի հասնելը հնից կուտեք։ Ղևտացիների 25-րդ գլուխ 20-22 խոսքեր։ Շաբաթը հնարավոր էր միայն, որովհետև Աստված օրհնել էր 6-րդ օրը կրկնակի չափով կամ ավելի, քան բավական է։ Թույլ տվեք, որ այս արտահայտությունը որոշ ժամանակ պտտվի ձեր մտքում։ Միթե սա չէ յուրաքանչյուր տղամարդու եւ կնոջ ձգտումը ավելին, քան բավական է։ Տալով մարդուն կրկնակի չափ 6-րդ օրը, Աստված հիշեցնում էր, որ նա է իրենց մատակարարը եւ նա մշտապես մատակարարում է ավելին, քան բավական է։ Եկեք անկեղծ լինենք։ Եթե մենք ստանանք ավելին, քան բավական է, դա կազատի մեզ այս կյանքի առնետավազքից։ Դա կազատի մեզ ստրկությունից, տալով ընտրության հնարավորություն։ Ամենակարևորը, մենք ազատություն կստանանք, որպեսզի գտնենք մեր նպատակը եւ ձգտումը եւ բարգավաճենք դրանցում։ Ահա թե ինչ էր վայելում պետափրեսը։ Ոչ մի հոգս, ամեն կարիք լրացված էր։ Միակ բանը, ինչի վրա նա կենտրոնանում էր, իր նպատակն էր։ Կրկին, ինչպես Դրենդան եւ ես ասում ենք, քանի դեռ չեք լուծել ձեր ֆինանսական խնդիրները, դուք երբեք չեք գտնի ձեր նպատակը։ Բայց կա հրաշալի լուր։ Շաբաթվա հանգիստը դեռ հասանելի է այսօր։ Դրանում մեր բոլոր կարիքները լրացված են, եւ մենք կարող ենք բարգավաճել բարձրանալով գոյատևման մակարդակից։ Այսպիսով մնում է շաբաթվա հանգիստ Աստծո ժողովրդի համար, որովհետև ցանկացած մարդ, որը մտնում է Աստծո հանգիստը, նույնպես հանգստանում է իր գործից, տանջալի աշխատանքի եւ քրտինքի համակարգից, գոյատևումից, ինչպես որ Աստված հանգստացավ իր գործերից։ Եբրայեցիների 4:9։ Աստծո թագավորությունը գերազանցեց երկրային տիրույթում գոյություն ունեցող տանջալի աշխատանքի եւ քրտինքի օրենքը պետափրեսի դեպքում, եւ այն կանի նույնը ձեզ համար։ Երբ սովորենք, թե ինչպես ստանանք Աստծո թագավորությունից, մենք կարող ենք բարգավաճել եւ գտնել մեր նպատակը։ Կյանքն իսկապես որ կարող է լինել արկածային, լի ավյունով եւ ուրախությամբ։ Տիրոջ օրհնությունը հարստություն է բերում, եւ նա նեղություն չի ավելացնում դրան։ Առակաց 10:22։ Տիրոջ օրհնությունը հարստություն է բերում, եւ Աստված տանջալի աշխատանք չի ավելացնում դրան։ Մենք կարող ենք բարձրանալ Ծննդոց 3:17-ում նկարագրված տանջալի աշխատանքի եւ քրտինքի համակարգից։ Տարիներ շարունակ ես ապրել եմ այդ գոյատևման հին համակարգի ներքո, մինչև որ իմացել եմ, թե ինչպես է գործում Աստծո թագավորությունը։ Դուք նույնպես կարող եք իմանալ այս մասին։ Աստված ձեզ հետ է։ Նա կարող է օգնել ձեզ։ Դուք կարող եք բարգավաճել։ Ոչ, թույլ տվեք այլ կերպ ասել։ Դուք պետք է բարգավաճեք։ Այս աշխարհի պետափրեսները, մարդիկ, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ տառապում են անհույս եւ ծանր աշխատանքի անեծքի ներքո, փորձելով գոյատևել, հետևում են ձեզ։
Նրանք տպավորված չեն ձեր կրոնով, ձեր եկեղեցական շենքերով և ձեր սուրբգրային հատվածներով, քանի որ չեն տեսնում ձեր չպատասխանված հարցերից այն կողմ։ Դուք չեք կարող ակնկալել, որ մարդիկ կլսեն ձեզ, երբ պատմեք նրանց, թե որքան մեծ է Աստված, և միևնույն ժամանակ ապրեք նույն ֆինանսական ճնշման, պակասության և գոյատևման պայմաններում, ինչ նրանք։ Ոչ, դուք պետք է ցույց տաք, թե ինչպիսին է թագավորությունը, ինչպես որ Հովսեփն էր անում։ Ես չեմ ուզում խիստ լինել, բայց մարդիկ հիմար չեն, նրանք պատասխաններ են փնտրում։ Տարիներ շարունակ ես չունեի ոչ մի ազդեցություն։ Ոչ ոք չէր հրավիրում ինձ հեռուստատեսային հաղորդումների, և ես չունեի հազարավոր մարդկանցից բաղկացած եկեղեցի։ Ինչու՞։ Քանի որ չունեի ասելիք, լուծումներ, պատասխաններ և ապացույց, որ Աստված կենդանի է և որ նա ինձ հետ է։ Ես պարտքեր էի վերցնում, որպեսզի իմ ընտանիքը պարզապես գոյատևեր։ Իմ մեքենան անսարք էր, իմ տունը խարխլված էր և իմ կյանքը նույնպես խարխլված էր։ Ինչու ինչ-որ մեկը պետք է ցանկանար լսել, թե որքան մեծ է իմ Աստված։ Այո, ես երկինք էի գնում, և երկինքն ամենահրաշալի վայրն է, բայց մարդիկ չեն լսի այն մասին, թե որքան հրաշալի է երկինքը, քանի դեռ դուք ցույց չեք տվել երկինքն այստեղ, երկրի վրա։ Լսեք, ես ընդամենը ասում եմ, որ եթե Աստված իրական է և նրա խոսքը ճշմարիտ է, նշանակում է այն պետք է գործի։ Մեր կյանքը պետք է տարբերվի, մենք ինքներս պետք է տարբերվենք։ Մենք պետք է հասնենք այս սերնդին թագավորության ճշմարտությամբ։ Պետափրեսները հետևում են մեզ։ Այսպիսով, ինչու է այս գրքի ենթավերնագիրը համաձայնության զորությունը։ Քանի որ պետափրեսը վերապրեց Աստծո թագավորությունը և վայելեց շաբաթվա հանգիստը, որում մարդը չի ապրում քրտինքով և տանջալի աշխատանքով, որում չկա վախ և թագավորում է խաղաղությունը։ Այդ հանգստի մեջ գոյատևումը փոխարինվում է նպատակով և ավյունով, և աղքատությունը կլանվում է մատակարարմամբ։ Ինչպես նա արեց դա։ Նա բերեց իր խնդիրները և անհանգստություններն Աստծո թագավորության իրավասության ներքո։ Ըստ էության, թեև նա չէր հասկանում, թե ինչ էր անում, նա համաձայնեցրեց իր կյանքն Աստծո հետ։ Նա եկավ համաձայնության Աստծո թագավորության հետ և մտավ դրա իրավասության ներքո։ Պետափրեսը բավականին խելացի գտնվեց հանձնելով իր բոլոր գործերը Հովսեփի խնամքին, քանի որ նա տեսավ պատասխաններ։ Դուք նույնպես կարող եք անել դա։ Դրենդան և ես վարվեցինք հենց այդպես։ Ահա թե ինչպես հայտնվեց իմ եղջերուն, իմ ֆինանսները, մեքենաները և տունը, որոնց կարիքը մենք ունեինք։ Այնպես որ թույլ տվեք մի խորհուրդ տալ։ Եթե ցանկանում եք վայելել այն, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար, փոխեք այն, ինչի հետ դուք համաձայնեցնում եք ձեր կյանքը։ Դադարեք համաձայնել ձեր շուրջը գտնվող կասկածի և անհավատության հետ։ Փոխեք այն, ինչի հետ համաձայնում եք, և վայելեք Աստծո թագավորությունը։